ես ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին։ Մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք սկսում եւ մեր տաղավարում է Արամայիս Աղաբեկյանը, Արցախի ազգային ժողովի պատգամավոր եւ պատմաբան, բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Ամենակարևորից սկսենք Ռուբեն Վարդանյանի եւ մյուս մեր գերիների հարցից։ Այս պահին իրավիճակը հատկապես վատ է Ռուբեն Վարդանյանի մասով, քանի որ նա հացադուլ է հայտարարել, արդեն որերորդ օրն է եւ ինքնազգացողությունն էլ վատացել է։ Մենք լուսանկարներ տեսանք, որոնք տարածվեցին եւ այդտեղ ակնհայտ երևում էր, որ խոշտանգում կար, որ բռնություն է տեղի ունեցել։ Ինչ կարելի է անել առհասարակ, մենք բոլորս նայում ենք այսպես իրար դեմքի, մտածում լավ ինչ անենք, ով է սրա պատասխանատուն եւ ում դեմքին նայել, որպեսի հարցին լուծում ինչ որ չափով գոնե լինի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում այդ շատ դժվար հարց եք տալիս, ինչ կարող ենք մենք անել։ Մեր անելիքը այդքան շատ չի, մաքսիմալ բոլոր հնարավոր միջոցներով խնդրի վերաբերյալ բարձրաձայնելն է։ Ավելի շատ անելիք ունի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ միջազգային այն բոլոր դերակատարները, որոնք առավոտից իրիկուն խոսում են մարդու իրավունքների վերաբերյալ։ Կոնկրետ Ալիևի ռեժիմի նկատմամբ ճնշումների բացակայությունը մենք լավագույնս տեսել ենք, երբ որ 10 ամիս շարունակ Արցախը գտնվել է շրջափակման մեջ եւ անգամ միջազգային դատարանի որոշում է ընդունվել, որը որ այդպես Ադրբեջանի կողմից որևէ արձագանքի չի արժանացել։ Իրականում միջազգային մամուլ, քաղաքական գործիչներ, տարբեր տեսակի դերակատարներ կարող են իհարկե բարձրաձայնել, բայց էֆեկտիվ կարող է լինել միայն քաղաքական ճնշումը, որը հնարավոր է աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Իսկ կարծես թե այս բանին աշխարհաքաղաքական կենտրոնները այլ կարևոր հարցերով են չէ՞ զբաղված։ Այո, որ այս բանին ես իրատեսական չեմ տեսնում, որ իրենք հիմա նման ուղղությամբ որոշակի աշխատանքներ կտանեին։ Ռուսական կողմը խաչակնկվում եւ ասում է, որ ինքը մեր քաղաքացին չէ։ Մնացածները ընդհանրապես այս թեմայի վերաբերյալ որևէ տեսակետ չեն հայտնում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերջերս ես երկու այդպես միջազգային մակարդակում բարձրացնել տեսա, մեկը Արարատ Միրզոյանի կողմից, մյուսը փոխարտգործնախարարի կողմից։ Անդիմադիր գործիչները պնդում են, որ քաղաքական իշխանությունն ասում է, որ կուլիսների հետևում է փորձում ինչ-որ աշխատանքներ տանել։ Ես ռազմաքաղաքական ղեկավարության գերության մեջ գտնվել կդիտարկեի նաև Ադրբեջանի համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքական գործիքի տեսանկյունից եւ եթե այդ հատվածով ես նայում, ապա հստակ երևում է, որ իրենք թուլություն այս հարցում չեն ցուցաբերելու եւ մաքսիմալ փորձելու են այս խաղակարտերը օգտագործել, որպեսզի Հայաստանի Հանրապետության դեմ ճնշում գործադրեն։ Սրանից ավել այս հարցը այնքան այդպես զգացական եւ զգացմունքային է մի կողմից եւ մյուս կողմից քաղաքական տեսանկյունից այնքան հասկանալի, որ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի լուծում պետք է տրվի։ Իհարկե, սրա լուծումը, պես խորը համապարփակ լուծումը հնարավոր է պատկերացնել միայն այն դեպքում, եթե լինի համապարփակ ինչ-որ փաստաթղթի ստորագրում, որի այդպես նույնիսկ երանգները չի երևում։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատասխաններ են ստացել Ադրբեջանից եւ գոյություն ունեցող երկու կետերով փոխհամաձայնություն գոյություն չունի։ Այս մասով էլ մենք փաստացի դեպի առաջընթաց արձանագրում չունենք, ավելին ունենք ռետորաբանության կոշտացում տեղեկատվական մակարդակով, եթե պաշտոնական մակարդակով իրենց գիծը շարունակում են նույն ձև պահել, տեղեկատվական մակարդակում ավելի այդպես մարազմատիկ մեղադրանքներ են հնչում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, հենց այսօր կարդացի մի հոդված, որտեղ որ պնդում կա, որ Հայաստանում ինչ որ ահաբեկչական խմբավորումներ են մուտք գործում Եվրոպայից եւ այլն, որը գիտենք, որ իրականության հետ որևէ աղերս չունի, բայց այս ամեն ինչը ֆոն է այն նպատակով, որ եթե վաղը մյուս օրը իրենք հնարավորություն ունենան ռազմական ճանապարհով ինչ որ հարց լուծել, այս իհարկե այս ամեն ինչին գումարվելու է ռազմաքաղաքական ղեկավարությունից կորզած իրենց ուզած ցուցմունքները, որպեսզի աշխարհին ցույց տան, թե իրենք
ինչպիսի բարի են եւ իրենք տարածաշրջանային անվտանգությունից ելնելով են իրենց գործողությունները իրականացնում։ Ենթադրենք Հայաստանի ղեկավարությունը իզորու չէ եւ ի վիճակի չէ սպահին հարցը սեփական լծակներով եւ ուժերով լուծելու, բա միջազգային իրավունքը այդքան այդ ամենի մասին խոսվել է, այդքան կառույցների մասին է հիշատակվել, որ մարդը բարձրագույն արժեք է, կարեւորությունը ոչ ոք չի տեսնում, մենք կարծես թե նույն սցենարի ականատեսն ենք լինում, ինչ 20 թվականին էր եւ բոլորը լուռ էին։ Ոնց արձագանքել այս ամենին։ Հայաստանի Հանրապետությունը կարծես թե անտերության եւ անտարբերության տակ է հայտնվել։ Եվ հայ մարդը ի վերջո։ Տեսեք, այսօր կարդում էի Տրամպի վերջի արձագանքները, որտեղ ինքը եւս մեկ անգամ շեշտադրում արեց, որ Կանադան 51-րդ նահանգն է լինելու Միացյալ Նահանգների, տեսնում ենք, որ ռուսական կողմի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ հիմա ինչպիսի սցենարով է գնում եւ կիսելու փիլիսոփայություն է եւ մարդը բարձրագույն արժեք հայտարարելը, սա հայտարարվում է զուտ, այդպես իրենք էլ խոսում են, որ գոյություն ունի երկակի ստանդարտներ եւ պետք է, երբ օրինակ հարցը կարող վերաբերվում էր օրինակ Նավալնիին, մենք տեսանք, թե ինչպիսի միջազգային արձագանք կա, բայց անգամ այդ միջազգային արձագանքի պայմաններում իշխանություն ունեցողը, ուժի կիրառման գործիք ունեցողը, այսինքն օրենքները չեն աշխատում, աշխատում է միայն ուժը։ Այո, այս պահին ավելին աշխարհի այսօրվա վերադասավորումները ցույց են տալիս, որ եթե նախկինում գոնե միջազգային իրավունքը աշխատում էր այնքանով, որքանով, հիմա ընդհանրապես չի աշխատում, որովհետև մենք ականատես ենք Մերձավոր Արևելքում, որ կարելի է հանգիստ մտնել ուրիշի տարածքներ, կարելի է տարածքների մտնելը հիմնավորել, կարելի է գնդակոծել խաղաղ բնակչությանը եւ հետո որևէ միջազգային արձագանքի չարժանանալ, հերո չեն գնում 23 թվականի տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի նկատմամբ տեսանք, որ տարբեր ինչ որ միջազգային արձագանքներ եղան, որ այո էթնիկ զտումներ են կատարվել, փաստ արձանագրվեց էթնիկ զտումների վերաբերյալ, բայց որևէ ռեալ պատժամիջոց Ադրբեջանի նկատմամբ չկիրառվեց։ Հիմա սա ապացույց է, որ չկա այդպես միջազգային իրավունքի նորմեր, այլ գոյություն ունի քաղաքական շահ եւ այդ քաղաքական շահը այսօր ինչու է այսօրվա իրավիճակը տարբերվող, որովհետեւ նախկին գործող ռազմաքաղաքական կոալիցիաները այլևս իրենց չեն արդարացնում եւ չկան։ Այսինքն եթե նախկինում ենք խոսում էինք, որ վայ տեսեք հապկը չի գործում, այդտեղ Հայաստանի վրա հարձակվել են եւ այլն, հիմա նույն սկզբունքով կարող ենք խոսել ՆԱՏՕ-ի մասին, որովհետեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հստակ բաժանարար կա, Միացյալ Նահանգներն ասում են, որ Եվրոպան այսքան ժամանակ մի բանով ա եղել զբաղված, որ Միացյալ Նահանգների վզին նստած էր, գնացեք ձեր անվտանգային համակարգը ինքնուրույն կառուցեք, այն պարագայում, որ նույն անվտանգային համակարգի մեջ են գտնվում։ Աշխարհը փոխվում է եւ այս իրողությունները պետք է հաշվի առնել։ Մենք միայն կարծես թե տեսնում ենք, որ սա ռուս-ուկրաինական է, բայց այլ կողմից եթե ուշադիր նայենք, տպավորությունն է, որ սա նաև պայքար է Եվրոպայի դեմ, Եվրոպա, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ, բայց Միացյալ Նահանգները, Ռուսաստանը կարծես թե արդեն մի թիմ են անցել։ Դուք ինչ կարծիք ունեք այդ մասով եւ Եվրոպան որքանով է ունակ պայքարելու այս մեծ բախմանը դիմակայելու, որովհետեւ միշտ է չէ խոսվում, որ եվրոպացի ժողովուրդը այդքան էլ ուժ չունի պայքարի, որովհետեւ իրենք միշտ այսպես պատրաստված են եղել լավ կյանքի, լավ կենսամակարդակ ապահովված է եղել եւ դժվարություն կառաջանա իրականում նման երկարատևում մեծ պատերազմի մեջ մտնելու։ Տեսեք, ես չեմ կիսում այն տեսակետը, որ ռուսները եւ ամերիկացիները հիմա հայտնվել են նույն թևում եւ նույն շահերն են սպասարկում, ոչ։ Պարզապես հանձինս Տրամպի մենք ականատես ենք 4 հաշվարկներով քաղաքական գործչի Միացյալ Նահանգները իր խնդիրը լուծել է գլոբալ առումով եւ հիմա ինչ է ասում, չի ասում, որ ես այդ ռազմական գործողություններից դուրս եմ գալիս գրվածի կարգավիճակով, ընդհակառակը ասում է, որ ես ոչ միայն իմ ներդրած ֆինանսական միջոցներն եմ պատրաստվում հետ վերադարձնել, այլև պատրաստվում է Զելենսկու հետ պայմանագիր ստորագրել, որով որ այդպես ներքին հանրացիոնները թանկարժեք մետաղների եւ տարածքների վրա որոշակի սեփականության իրավունք է ձեռք բերելու եւ ֆինանսական մեծ շահույթ են ունենալու դրանից։ Այսօր նաև ինֆորմացիա գնաց։ Դա վտանգավոր է չէ Ռուսաստանի համար։ Վտանգավոր խաղի մեջ են մտնում եթե դա։ Դե հիմա կիսում են, քանի որ հիմա կիսման process է գնում, շահերի համադրման process է գնում, անգամ այսօր
ինֆորմացիա գնաց ամերիկացի դիվանագետի կողմից դրված այդպես արտահոսքեր տեղեկատվական, որ անգամ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա կարող է ամերիկյան կողմը սեփականության իրավունք ստանալ եւ որը որ խոսում է այն մասին, որ ամենևին էլ այդպես կա շահերի հստակ բախում, բայց կա նաեւ գիտակցում եւ ռուսական կողմի եւ ամերիկյան կողմի, որ ռազմական գործողությունների դադարեցման այնպիսի սցենար պետք է լինի, որ երկու կողմը շահած այդ process-ից դուրս գան։ Եվրոպական երկրները, այո, մի քանի հայտարարություն արել են, բայց պետք է ընդունենք, որ իրենք պատրաստ չեն առանց Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների շարունակմանը եւ ՄԱԿ-ում վերջին ընդունված։ Բայց կարծես թե շարունակում են աջակցություն տրամադրել եւ այդ մասով զիջման չեն էլ գնում։ Կգնան աջակցություն տրամադրելուն իրենք այդպես դեմ չեն լինի, կտրամադրեն այդ աջակցությունը, բայց այդ աջակցությունը շատ քիչ կլինի այն տեսանկյունից, որ իրենք ինքնուրույն ռազմական գործողություններ վարեն։ Եթե այդ աջակցությունը բավարար լիներ, Զելենսկին չէր գնային համաձայնությունների եւ չէր համաձայնվի ամերիկյան կողմի հետ այդ պայմանագիրը ստորագրելուն։ Եթե այդ համաձայնությունը այդքան անհրաժեշտ, այդքան բավարար լինել, ՄԱԿ-ում համապատասխան բանաձև չէր ընդունվի, որով որ պետք կոչ կլիներ խաղաղություն կնքելու եւ վերջապես ուկրաինական պատերազմին վերջ տալու։ Եվրոպական աշխարհը այսօր մի կողմից իրենց համար ճգնաժամ է, որ ամերիկյան կողմը այսպիսի դիրքորոշում է վերցրել, մի կողմից էլ հնարավորություն է։ Իմ կարծիքով կգնա մերձեցում որոշակի Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա ամենա այդպես կենսունակ եվրոպական երկրների մերձեցում կգնա եւ Եվրոպան որոշակի անվտանգային համակարգ կձևավորի։ Պետք է հաշվից չհանել երբևիցե Չինաստանին, որը որ հիմա աշխարհաքաղաքական մի առանձին բևեռ է եւ Միացյալ Նահանգների համար որպես այդպես հակառակ բևեռում գտնվող որպես ուժի հաջորդ կենտրոն Չինաստանը իր համար ավելի վախենալու ուժեղ կենտրոն է, քան թե Ռուսաստանը։ Պետք է նաեւ չմոռանալ, որ նույն Չինաստանը մեծ հաճույքով կօգտվի Միացյալ Նահանգների հետ Եվրոպայից մի քիչ տարանջատվելու հնարավորությունից եւ ամեն ինչ կանի, որպեսզի ինքն էլ իր խաղի մեջ մտնի եւ փորձի այնտեղ իր շահերը հետապնդել։ Իրանի մասով էլ հետաքրքիր զարգացումներ կան, վերջերս մի քանի տեղեկատվություն տեսա, որ իրանական կողմը իր ռազմական այդպես հոբ համակարգերը եւ բավականին մեծ զորավարժություն է անցկացրել եւ որոշակի վտանգներ ունի, որ կարող է դեպի իրեն սցենար զարգանալ։ Այսինքն այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ նոր աշխարհակարգը ոչ միայն ձևավորվում է, այլև տարածվում է իր նոր բռի խաղի կանոններով, որտեղ որ հիմնական գործոնը լինելու է շահը, լինելու է ուժը եւ լինելու է ընդհանրապես 4 հաշվարկը։ Մենք կարծես թե կորած ենք, չէ՞, այս նոր աշխարհակարգում։ Եթե այդպես նայենք, որովհետև որտեղ են Հայաստանի հետ համընկնում աշխարհի շահերը, կարծես թե մեր փոքրությանը երբ նայում ենք եւ այս պահին մեր իրավիճակին, մենք շանսեր կարծես թե չունենք։ Ես չեմ կարծում, թե մենք շանսեր չունենք, եթե մենք մեզնից մեր եղած հնարավորություններով ինչ որ բան ներկայացնենք, հաստատ հաշվի կառնեն։ Այսօր Հարավային Կովկասում հիմնական խաղացողը Ադրբեջանն է եւ Հարավային Կովկասում ինչ որ հարց կարգավորելու համար պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, երբ որ խոսում են այդ տարածքների մասին ինչ որ հիմա կա այդ 29743 քառակուսի կիլոմետրի մասին եւ մոռանում են, որ երբ որ մենք ժամանակին Արցախ ունենք, ժամանակ այդ Ադրբեջանի դիրքում հենց Հայաստանի Հանրապետությունն էր։ Ցավոք սրտի մենք մսխեցինք մեր հնարավորությունը եւ այս պահին դարձել է այնպիսի մի իրավիճակ, որ ընդհանուր խոսույթի մեջ, երբ որ խոսք է գնում, որ Արցախի վերաբերյալ մեր օրինական իրավունքների հետևից պետք է գնանք, Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները այնպիսի խոսույթ է ձևավորել, որ սա արդեն ընկալվում է որպես տարածքային պահանջներ ուրիշ երկրից, որովհետեւ իրենք փաստաթղթավորված ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այն դեպքում, երբ որ նախկին աշխարհակարգի պայմաններում աշխարհը վիճելի էր ճանաչել այդ տարածքների պատկանելիության հարցը։ Ես չեմ կարծում, որ սա պետք է ընդունենք որպես արդեն տեղի ունեցած պատմական փաստ, որն անշրջելի է։
Համենայն դեպս ադրբեջանական կողմը մեզ ապացուցել է, որ ավելի վատ պայմաններում կարելի է հակառակ էֆեկտը ստանալ 94 թվականին իրենք ավելի մեծ տարածքային կորուստներ ունեին եւ երբևիցե բայց համբերատար էին այո երբևիցե այդպիսի ռետորաբանություն իրենք որևէ մեկը չի կարող գտնել ամենավատ վիճակում Ադրբեջանը որևէ մեկը չի կարող ցույց տալ նույնիսկ այդ պարտությունը ստորագրած իշխանության ներկայացուցիչների բերանից գտնել մի եւ բացել մի փաստաթուղթ, որտեղ իրենք համաձայնվել են զիջման գնալ եւ հրաժարվել իրենց տարածքներից։ Այս վերջերս ինչ որ հրապարակում եղավ այդ բայց գոնե չեն հայտարարել, որ Արցախը Հայաստան է, չէ։ Այո, այս վերջերս մի հրապարակում եղավ, որ քննարկումներ են գնացել Մեղրին, դեմ Լեռնային Ղարաբաղով, այո, տարածքային այդպես փոխատեղություն անելու վերաբերյալ, բայց այսպես ասեմ, ադրբեջանական կողմը բանակցություններում ինչ էր անում, ինքը միշտ կոշտ դիրքորոշում էր բեռնում, այնպիսի քննարկումների էր գնում, որ 100% գիտեր, որ այդ քննարկումները վերջնարդյունքում ոչ մի արդյունք չէին ունենալու, բերում հասնում էր ինչ որ մի մակարդակի, որ հայկական կողմը ասում էր, լավ, ես կզիջեմ, ես պատրաստ եմ այս մի զիջմանը գա, հետո ինքը հրաժարվում էր։ Եվ ինքը միջազգային դերակատարների աչքերում երևում էր, որ Հայաստանը զիջման պատրաստ կողմ է։ Իսկ Ադրբեջանը այդպես սուր, դիրքավորված, այդպիսի պայմաններում միշտ սովորական մարդկային հարաբերություններում էլ է այդպես, եթե երկու հոգու մեջ կոնֆլիկտ է լինում եւ երրորդ կողմը, որ միջնորդի կարգավիճակում է, տեսնում է, որ մեկը ավելի զիջողական դիրքերից է խոսում, մեծ հավանականություն կա, եթե անձնական շահ չունի, որ այդ կոնֆլիկտի լուծման ճանապարհը լինելու են սուր դիրքավորված կողմի վերաբերյալ։ Այսօր Խարոզ են տանում, որ բայ տեսեք, դե մենք պատերազմի արդյունքում պարտություն ենք կրել եւ այդ պարտության հետևանքով մեր ռետորաբանությունը պետքա փոխենք։ Ադրբեջանական կողմն էր պարտություն կրել։ Մենք ռետորաբանության փոփոխություն տեսանք, թե չէ։ Այդ մարտիկ կանգնեցին, ասեցին, դե լավ, ոչինչ։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետություն իրողություններ են։ Իրական Ադրբեջանի մասին խոսակցություն խոսույթ գնաց, թե ոչ, չգնաց։ Իրականում այս ամեն ինչի վտանգավորությունը նաև երրորդ երանգը ունի, երբ որ խոսում ենք Հայաստանի Հանրապետության ուժի կենտրոն չլինելու մասին, դա այն է, որ կոնկրետ եվրոպական երկրների վրա օրինակ բերեցիք, գոնե այն պարագայում դրանք ատոմային տերություններ են, որոշակի անվտանգային կայացած միջավայր ունեն, իհարկե ռազմական գործողությունների փորձառություն չունեն։ Ձայն ունեն ամեն դեպքում։ Այո, համենայն դեպս իրենցից ինչ որ մի բան ներկայացնում են, հաշվի են առնում իրենց։ Մեր պարագայում այսպիսի խոսույթի դեպքում ձևավորվում է մի ընկալում, որ խաղաղության այլընտրանք չկա։ Ոչ թե հիմա, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար խոսույթ պատերազմ թե խաղաղություն, հիմա կա խաղաղություն եւ դրա դիմաց ոչ մի բան, հակառակ կողմում ոչ մի բան, որտեղ ապրել կամ խաղաղության այս պայմաններով։ Էդ է, եւ այդպես հնարավոր պատերազմի վերաբերյալ եւ հնարավոր պատերազմին հոգեբանորեն սեփական հասարակությանը պատրաստելու վերաբերյալ ոչ մի խոսույթ չկա։ Իսկ մենք հասկանում ենք, որ իշխանություն ունեցողը ինքը խոսույթ է թելադրում։ Ինչ ուզում ես արա։ Եթե քո մոտ գտնվում են վարչական լծակներ, տեղեկատվական լծակներ եւ ունես իշխանություն, դու մարդկանց հոգեբանություն, տրամադրություն եւ տրամադրվածություն ես թելադրում եւ դա է պատճառը, որ բողոքում են, ասում ինչի երիտասարդները գալիս ասում են ինչ որ մի տարիքի հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուց, չեն ուզում բանակում ծառայել։ Եթե դու առավոտից եկուն խաղաղության մասին դիսկուրս է ստանում այն պարագայում, որ երիտասարդի բարոյահոգեբանության մեջ հենց մարտական պատերազմի պատրաստվելու հոգեբանություն չես դնում, տրամաբանական է, որ այդ մարդը այդպիսի արժեքային համակարգով պետք է ծառայել։ Տեսնել թե ինչ վերաբերմունք կա գերեվարության մեջ գտնվող անձանց հանդեպ, մի քիչ դժվար է դրանից հետո վստահ լինել, որ այդ նույն ճակատագիրը քեզ չի սպասում ու քո ղեկավարությունը, քո պետությունը միջև վերջին խազը պատրաստ չէ աջակցել հանուն քո կյանքի անել ամեն ինչ։ Այդ վերաբերմունքը շատ բան էլի ցույց տալիս ամեն դեպքում։ Միայն գերիների վերաբերյալ չի, նույն ռազմական գործողությունների մասնակցած մարդիկ, ովքեր որ պատրաստ են եղել իրենց կյանքը տալ, այսօր այն փիլիսոփայությունն է եւ այն խոսույթն է, որ գիտեք ինչ, այդ զոհերը ինչ որ եղել են, այդ ամեն ինչ որ եղել են, սխալ է եղել, որ կարելի էր, ինչ ասում, մի բանի մեջ է իրեն ընդունում որպես սխալ։ Այսքան էս ամեն ինչ կատարվածի մեջ միայն մի բանի մեջ ընդունում իրեն սխալ, ասում այս 2018-19 թվականի միջև 20 թվականի այն ժամանակ եմ սխալ եղել, երբ որ այս խոսայո, ասել են որ պետքա պահել, պետքա Արցախը Հայաստան է, ես սխալ եմ եղել, փաստացի եթե ինքը ընդունում է որ ինքը այդ ռետորաբանությամբ սխալ է եղել, ստացվում է որ
ռազմական գործողություններում զոհվածների այդպես անիմաստ զոհվել են էլի իր խոսությունից հետա դուրս գալիս հիմա հաջորդիվ ձեր ասածն է գալիս որ մարդիկ ովքեր որ պետք է իրենց սահմանը պահեն իրենց հայրենիքը պահեն վաղը մյուս օր այդ մարդկանց հասցեին էլ նույնը կարող է լինել որ բա գիտեք ինչ ճիշտ ժամանակին օրինակ միջանցք տալներ ես օրինակ չեմ զարմանա որ Փաշինյանը ինչ որ իրողությունների փոփոխությունից հետո կանգնի եւ ասի որ բա գիտեք ինչ ճիշտ ժամանակի միջանցք տալներ ես այն ժամանակ էի սխալ հիմա եմ ճիշտ եւ այդպիսի հռետորաբանություն մենք արդեն ականատես ենք եղել եւ իրենցից դա սпасել շատ հանգիստ պետք է նույն 20 թվականի 21 թվականի իրենց նախընտրական քարոզարշավը երբ որ նայում ես դեօկուպացիայի բանի մասին էին խոսում հիմա ասում այդել ենք սխալ ասել վատ ենք ասել հետո խոսք գնաց որ խաղաղության պայմանագիր չենք կնքի եթե պայմանագրի մեջ կետ չլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ իրավունքների մասին քանի ամսից այդ կետն էլ հանեցին ասեցին մենք այն ժամանակ էինք սխալ հիմա ենք ճիշտ եւ դրա համար ամեն ինչ կոնկրետ իշխանությունից պետք է դե նույնն էլ Ալեն Սիմոնյանը ասում էր որ իրենք հայրենիքի մասով էին սխալվել չէ այո ինչն է կանգնեցնում այսօր Ադրբեջանին մեզ վրա չհարցակվելու համար որովհետև ունեն իրենք բոլոր հնարավորությունները Հայաստանը գոնե մի քանի ժամում լավ գոնե մի քանի օրում իրենց վերահսկողության տակ ունենալու ինչպես ասում են ծուռը նստենք դուզը խոսենք մենք այս պահին վատ իրավիճակում ենք ինչն է կանգնեցնում աշխարհաքաղաքական զարգացումներն են թե ճնշումներ կան Ալիևի վրա ինչ խնդիր է տեսեք պատերազմը ամենաթանկարժեք հաճույքն է սա միշտ այդպես եղել է, այդպես է շարունակվում է։ Ուժ ունենալը իհարկե շատ կարևոր է, բայց ռազմական գործողությունների ժամանակ մենք հասկանում ենք, չէ՞ որ տարածաշրջանում այդպես Հայաստանն ու Ադրբեջանը չեն, ուրիշ խաղացողներ էլ կան։ Կա Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը ամեն, եթե ոչ ամիս, ամենայն դեպս տարվա մեջ մի քանի անգամ հայտարարում է, որ որոշակի սահմանների փոփոխությունը մեր համար կարմիր է եւ մենք այդպես կմիջամտենք կա Ռուսաստան որ որոշակի աշխարհաքաղաքականություն եւ որոշակի սահմաններ է տեսնում Կովկասում եւ բոլոր այն հեքիաթները որոնք որ պատմում էին միջևս հզոր ճակերտավոր հզոր վերլուծաբանները որ Ռուսաստանը վաղը մյուս օր կործանվելու է որ վերջը եկել է մենք տեսնում ենք որ դա ամենևին էլ այդպես չէ եւ իրենց քաղաքական շահը հետապնդողի կարգավիճակում են եւ այսօր հենց ադրբեջանական եւ ռուսական հարաբերությունների որոշակի լարվածությունը նաեւ տարբեր աշխարհաքաղաքականության եւ տարբեր պատկերացումների հետևանք է։ Կա Թուրքիա, որ ունի իր պատկերացումները եւ իր պատկերացումների մեջ այդպես Հայաստանը շատ փոքրիկ մի կտոր է, ինքը պատկերացնում է իր այդպես ազդեցությունը ընդհանուր միջև կենտրոնական Ասիա եւ այսօր տեսնում ենք, որ եւ Մերձավոր Աֆրիկայում եւ կենտրոնական Եվրոպայում անձինս Հունգարիայի եւ Աֆրիկայում տեսնում ենք բավականին մեծ դերակատարության աճ եւ ավելին եթե ուշադրություն եք դարձրել նույն օրը երբ որ բանակցություններ էին գնում Սաուդյան Արաբիայում ռուսների եւ ամերիկացիների միջեւ Զելենսկին Էրդողանի մոտ էր եւ այնուհետեւ տեղի ունեցավ Ֆիդանի եւ Լավրովի միջև հանդիպումը եւ որից հետո խոսակցություն գնաց որ թուրքական կողմը պատրաստ է խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա ու նաեւ ուկրաինական կողմն էլ ասաց որ ինչ ա եղել որ ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրն է ամենամեծ տեխնիկա ունեցողն է եւ այսպես եթե ադրբեջանական կողմը իսկ ավելի կոնկրետ է սպարագայում թուրքական կողմը հնարավորություն տեսնի առանց անեքսիայի առանց ռազմական միջամտության իրացնելու իր գործողությունները իմաստ չկա ռազմական ճանապարհով ինչ որ խնդիր եւ հարց լուծելու այս պահին իրենք այդ ճանապարհի վրա են թուրքական կողմի համար կոնկրետ ցեղասպանության ճանաչման հարցը եւ ցեղասպանությունը մի կողմ թողնելու հարցը կարծում եմ բավականին կարեւոր է որովհետեւ օրինակ Եվրոմիություն մտնելու համար սա այդպես ուրիշների ձեռքին բավականին մեծ գործիք է եւ ինքը այդպես հաճույքով կցանկանա որպեսզի Հայաստանից նա այդպեսի այդպես հնարավորություն ստանա ադրբեջանական կողմը եթե հիշում ենք 20 թվականի նոյեմբերի 9-ի նոյեմբերի 10-ի պարադի ժամանակ Ալիևը այսպեսի բան ասաց որ ինչ պարտադիր է որ մենք տանկերով մտնենք Երևան եւ մենք կարող ենք նաեւ այլ ճանապարհով եւ վերջապես չմոռանանք որ իրենց
պարտադիր պայմաններից մեկը հենց այդ 300,000, аж գիտեմ ինչքան ադրբեջանցիների բնակեցման հարցն է Հայաստանում, որի հետ տեղեկատվական մակարդակով մի ուրիշ այդպես բանել են մտցրել, որ այդ մարդիկ պետք է անվտանգության երաշխիքներ ունենան, չէ՞, որ այդ մարդիկ չեն գալու եւ վտանգի տակ չեն մնալու։ Իսկ դա իրենց ներկայությունն է։ Այո, դա իրենց ներկայությունն է, համադրական փոփոխություններն են, որ իրենք ամեն կերպ փորձում են պարտադրել, որպեսզի նաև հետագա սերունդներից զրկեն իրենց օրինական իրավունքներից։ Այս պահին աշխարհակաղակական իրավիճակը եւ իմ նշած տարբեր գործոնները ավելի ձեռնտու են սարքում այս ճանապարհով գնալը, եթե ինչ որ իրավիճակ գա, որ զուտ թվաբանորեն հաշվարկ անեն, որ ռազմական ճանապարհը ավելի կարճ ճանապարհ է եւ դրանից հետո իրենք այդ ռազմական ճանապարհը մարսելու են, որտեվ երկրագնդի վրա միայն իրանք չեն, կգնան, շատ հանգիստ կգնան, հիշենք, չմոռանանք, որ նույն 44-օրյա պատերազմը հետևանք էր նրա, որ եղավ աշխարհակաղակական պայմանավորվածություն Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև, հիմնական պատճառը դա էր ուկրաինական կոնֆլիկտում թուրքերի այդպես լոյալ դիրքորոշումը եղավ այդ գինը եւ չմոռանանք, որ 22 թվականին ստորագրվեց Ադրբեջանի հետ փոխադարձ ռազմական փոխօգնության բավականին լայն շրջանակ պարունակող համաձայնագիր, որից հետո էլ 23 թվականին տեղի ունեցավ հայտնի դեպքերը, այո, այսինքն կան լինում են հստակ աշխարհակաղակական պայմանավորվածություններ, եւ հետո նոր Ադրբեջանը իրեն թույլ է տալիս ռազմական ճանապարհով գործողությունների գնալ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Արամայիս Աղաբեկյանն էր, Արցախի ազգային ժողովի պատգամավոր եւ պատմաբան, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, շարունակեք հետեւել գործարալիքին, լսել թարմ ուղեղով զրույցներ, իսկ մենք կհանդիպենք։